Վերադարձանք, հիշում եք, չէ՞ որ մենք խոստացել էինք այսօր նույնպես առողջ ու շատ համեղ սնունդ եւ բաղադրատոմս ենք մենք ձեզ առաջարկելու, իհարկե վարպետի շեֆ խոհարար Անուշի շնորհիվ։ Վարպետաց դաս է սա կարելի է ասել, ողջույն Անուշ։ Ողջույն։ Վարպետաց դաս կարող է լինել, բայց շեֆ խոհարարը մի քիչ։ Չէ, դու մեր Առավոտ լուսոյի շեֆ խոհարարն ես։ Առավոտ լուսոյի լավ, համոզեցիք։ Դեռ։ Մենք էլ վարպետ ենք ասում։ Մենք էլ վարպետ ենք ասում։ Ինչպես ես։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Դատելով քո ժպիտից եւ փայլող աչքերից լավ տրամադրություն ունես։ Իհարկե, միշտ առավոտ լուսոյի տաղավար գալիս, արդեն տրամադրությունը մարդու փոխվում է։ Եվ մենք ասեմ, ինչ ենք պատրաստում այսօր։ Հավկիթով սովորական, ինչպես օրինակ մենք պանիրը, հավկիթը, թարխունը կփաթաթեինք լավաշի մեջ եւ կուտեինք։ Հիմա մենք դա շատ այլ ձևով եւ գեղեցիկ մատուցմամբ ենք ցույց տալու։ Ավելացնում ենք նաեւ ձիթապտուղ եւ մայոնեզով հիմա մենք դեղնուցը կխառնենք ու կլցոնենք սպիտակուցը։ Շատ լավ։ Ես արդեն հետաքրքիր արագ էլի եւ օգտակար։ Ուղղակի շատ գեղեցիկ է, հիմա կպատրաստենք, ընթացքում կտեսնենք։ Սիրում եք հավկիթ, ընդհանրապես նախաճաշին հաճախ եք ուտում։ Նախաճաշ չենք։ Եթե նախաճաշում ենք։ Եթե հասցնում եք։ Բայց եթե հասցնում եք, այո։ Իմ կարծիքով հավկիթը միակ բանն է, որ չկա տենց բարդ, որ ասի ես չեմ սիրում։ Չէ՞։ Թե կան ձեր շրջապատում մարդիկ, որոնք չեն սիրում։ Ինձ էլ է թվում, որ այդպիսիք չեն լինի։ Ամեն դեպքում շատ օգտակար է հավկիթը եւ անհրաժեշտ է ամեն դեպքում գոնե մանուկ հասակից զատիկի հետ կապված այդ ուրախ տոնը նպաստում է, որպեսզի մեր վերաբերմունքը հավկիթի նկատմամբ մի քիչ այլ լինի։ Այո։ Եվ բոլորս չէ որ խաղալուց կոտրելուց հետո փողոցում որ նույնիսկ չգայինք տուն, հենց փողոցում էինք ուտում, այսինքն համ սնունդը կար, համ խաղը կար, ամեն ինչը կար։ Եվ այդ խենդ ուրախության ամեն ինչի գլխավոր մեղավորը հենց հավկիթն էր, դրա համար դրական վերաբերմունք ունենք։ Թվում է թե ինչ սովորական բաղադրիչ է, չէ՞։ Հա։ Բայց ինչ կարևոր եւ եթե մի կողմ դնենք այն, որ բոլորս ուտում ենք երևի եւ բոլորս սիրում ենք եւ մանկության խորհրդանիշներից մեկն է, ապա եթե մի պահ պատկերացնենք առանց հավկիթի ինչ կարելի էր անել, տխուր կլիներ բավականին։ Ոչ միայն նախաճաշը։ Մենք ահագին բաղադրատոմս կկորցնեինք։ Չէ, շատ բան, խոհանոցը կորեր, այո։ Բայց հավկիթի հետ կապված նույնպես հետաքրքիր տեղեկություններ մենք գիտենք։ Ուզես քեզ փորձենք զարմացնել։ Իսկ դուք փորձեք զարմացնել, իսկ ես ավելացնեմ այստեղ պանիրը։ Դու հիմա առանձնացրեցիր, չէ՞ դեղնուցը մենք Այո, ճիշտ դեղնուցը հասկացա։ առանձնացրել եմ, իսկ սպիտակուցը այստեղ մի փոքրիկ կտրվածք եմ արել եւ հիմա կտեսնենք թե ինչ է լինելու, շատ գեղեցիկ է լինելու։ Ահ, Իսկ դու Եվ ինչպես եք ուզում զարմացնել։ Սկսիր։ Ինչով ենք ուզում զարմացնել, դե քանի որ խոսեցինք նրա մասին, որ դու առավոտ լուսոյի մեր շեֆ խոհարարն ես եւ վաղ թե ուշ մենք պիտի քո գլխին տեսնենք այդ շեֆ խոհարարի գլխարկը, գիտեիք, որ քիչ հայտնի փաստ կա հավկիթի մասին, որ շեֆ խոհարարները սովորաբար իրենց գլխարկը երբ դնում են այդ գլխարկի ծալքերը, խորհրդանշում են հավկիթի հետ ունեցած նրանց հարաբերությունները, այսինքն հմտությունները, ինչ եղանակներ կան եւ քանի եղանակ կա հավկիթով ինչ-որ ուտեստներ պատրաստելու եւ սովորաբար լինում են գլխարկներ, որոնց ծալքերը մինչև 100 հասնում են, պատկերացնում եք։ Դա հիմնականում ֆրանսիացի շեֆ խոհարարների մասին է։ Խոսքը։ Ես չգիտեի ճիշտն ասած, ոչ ինձ համար նորություն էր, իսկապես զարմացրեցիք։ Շնորհակալություն հասնեք, տեսար ինչ լավ ենք դասերը սովորել։ Ֆրանսիականը որդեգրել չենք կարող, հետո մի երկու տարուց կասենք դա հայկական է։ Դե, ինչու ոչ։ Մի երկու հատ յարագույն կավելացնենք այդ ծալքերի վրա։ Եվ վերջ։ Չէ, բայց հավկիթի հետ կապված եւս մի կարևոր փաստ կա, սա կարծում եմ Անուշ դու հաստատ գիտես, որ աշխարհի ամենամեծ, հավկիթի չէ, առասարակ ձվի հետ կապված, որ ամենամեծ ձուն դա ջայլամի ածոց ձուն է, որը կշռվում է 1.5-ից 2 կիլոգրամ, այո։ Իսկ ամենափոքրիկը։ Կոլիբրի ամենափոքրիկը։ ձուն է։ Որը 0.5 գրամ է։ Մենք բոլորի հատիկ։ Այ փոքրի չգիտեինք։ Ես կանես։ Ուտեղից դուրս է գերի պատկերացնեք ճուտիկ։ Ինչ որ մի թռչնի ձակուկ ու հետո դառնում է ինքը աշխարհի ամենափոքրիկ թռչունը։ Այսինքն ջայլամի ձուն
Մոտավորապես 25-ից 30 սովորական հավկիթի Համարժեք է։ չափ է ստացվում։ Չէ, համարժեք է իր օգտակարությամբ եւ թե դեղնուցի, թե սպիտակուցի, ծավալի ու օգտակարությամբ 25-ից 30, այսինքն մի քիչ իմ համար ահնավանական էր, որ ճիշտ ասեմ, երբ որ երեք կարդում էի, չհավատացի, որ կարող է 1 ջայլամիձոն 30 կամ լավ 25 հավկիթի համարժեք է։ Դե եթե հաշվում ենք, որ նա 2 կիլոգրամ է կշռում, 2 կիլոգրամ։ հասկանում ես։ Ես հավատում եմ, որ ամեն ինչով եւ վիտամիններով նաեւ կգերազանցի։ Վիտամիններով Նաեւ, այո։ Ինան ինձ շատ հետաքրքիր հարց տվեց, ասեց իսկ համը կամ տարբերություն կա ջայլամի կամ Մի քիչ համի տարբերություն կա, Բայց համի տարբերություն կա, բայց ասեմ, որ այնպես չի, որ չեք ուտի, այսինքն տհաճ համ չէ, պարզապես մի փոքր տարբերություն զգացվում է։ Իսկ եթե դուք չիմանաք, կմտածեք, որ ուղղակի ինչ-որ հետաքրքիր այլ յուղով է պատրաստված կամ այլ կարագով եւ ուրիշ տեսակի համ է գալիս պարզապես։ Գուցե եւ չնկատես տարբերություն, եթե դու չիմանաս դա ջայլամի ձու է։ Ինչ հետաքրքիր է։ Դու երբևէ փորձած կաս։ Փորձել եմ, բայց ես այդ համել չեմ զգացել, որ ճիշտ ասեմ։ Մի անգամ եկեք հրավիրենք մի շեֆ խոհարարի, ով հաճախ է պատրաստում ջայլամի ձվով տարբեր նախաճաշեր։ Եվ այստեղ պատրաստենք։ Ինչ կասեք, հենց նոր նա կունենա գլխարկ, որի վրա կլինի առնվազն 62 ծալ։ Այդ օրը 63 կավելանա։ Ահա, հիմա Մի նոր բան ինքը կպատրաստի։ վերադառնանք խոհանոց եւ ասենք ինչ ենք այստեղ արել։ Մենք շատ մանր թարխունը կտրտեցինք ու հիմա կավելացնենք նաեւ համեմունքներ, իսկ համեմունքներից մենք կօգտագործենք սև պղպեղ։ Հենց լավ ասես վերադառնանք մեր, քանի որ Ֆրանսիայից ենք խոսում, ես լսեցի վերադառնանք մեր գառնուկների։ Վերադառնանք մեր բաղադրատոմսին այսօրվա։ Ահա, եւ ավելացնում ենք աղ։ Ես մտքով մնամ Ֆրանսիայում, դուք շարունակեք գործընկերներ։ Իսկ հեծանվով ես այնտեղ։ Ոչ, անձրև է գալիս, հովանոցով եմ։ Եվ քո դիմաց մի խոհարար, ով ունի 120 գլխարկի վրա ծալ։ Ծալք։ Ջայլամի ձվով ինչ-որ մի նախ ուտեստ է քեզ համար պատրաստում։ Եվ դու այսպես։ Իսկ կա ինչ-որ ուտեստ, օրինակ ֆրանսիական, որ շատ սիրում ես։ Շատ սիրելը չգիտեմ, ֆրանսիական խոհանոցը առհասարակ իմ համար բացահայտում չէր որպես այդպեսին, այսինքն ինչպես ասում են, վաու էֆեկտ չգործեց, բայց ֆրանսիացիները ունեն ազգային, կարելի է ասել, ֆրանսիական խոհանոցի գոհարներից մեկը, դա սոխի ապուրն է, որը համարձակվեցի փորձել ամբողջ կյանքում լինելով մարդ, ով սոխ չի սիրում եւ ըստ երևույթի չի ուտում եւ չի գործածում, բայց քանի որ պիտի այդ երկրում ուտես այնինչ այդ երկրի խորհրդանիշն է, յուրաքանչյուր երկրում, ես համարձակվեցի դա փորձել։ Երբեք չեմ մոռանա։ Լավն էր։ Ոչ։ Բայց ամենայն հարգանքով բոլոր սոխասերների հանդեպ, որովհետև կարծում եմ դուք գուցե եւ սիրեք։ Պարզապես դա շատ նեղ նախընտրության եւ նախասիրության հարց է։ Բայց ասեմ, որ ասեն սոխով ապուր, ինչ էիր սպասում այդտեղից։ Որ տենց Շատ էի ուզում փորձել, բայց մտածում էի, որ սոխը չեմ ուտի, բայց ապուրը այդ ավանդույթը կվայելեմ։ Ճիշտ եմ, չէ, այդտեղ մեր ջուրի եւ սոխ։ Եվ դնում 30 են։ Չէ, ինչ-որ բաներ կան, համեմունք եւ վրա ինչ-որ պանրի շերտով, տապակած պանրի շերտով փակում են եւ այլն։ Մանրամասները չեմ հիշում։ Ես համենայն դեպս Ֆրանսիան սիրեցի գրեմ բրյուլեով, որովհետեւ այնուամենայնիվ հրուշակեղենը եւ թխվածքը շատ լավն է։ Անուշը շատ Մի փոքր ձիթապտղի յուղ ավելացրեցի այստեղ։ Եվ մայոնեզ ենք ավելացրել, պանիրը, աղը, պղպեղը եւ թարխունը։ Հիմա մենք ստացանք մեր խճողակը, այսպես ասած, հավկիթի դեղնուցից։ Ու ամենագեղեցիկ պահը, որ պետք է այստեղ լինի։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք այս հավկիթը, որը կիսած է արդեն, ու դնում ենք
Ֆրանսիացիները շատ սիրում են շատ փոքրիկ դետալներով աշխատել, համաչափ, գեղեցիկ։ Ինձ թվում է այսօր ճիշտ էր այդ թեման օգտագործել։ Նայեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Ու մենք պետք է լցոնենք այս միջուկը։ Դա կարմիր պղպեղ էր։ Այո։ Ու հիմա օյ։ Ոչինչ, տենց ավելի հետաքրքիր է։ Դա էլ կարմիր գլխարկը կլինի։ Մյուսը կփորձենք։ Եվ այսպես հերթով գեղեցիկ կգունավորենք ու կլցոնենք։ Մի րոպե, եթե սա գոյություն ուներ, ինչի է օրինակ մենք զատիկին լավաշը, թարխունը, ձուն, պանիրը, որ վերցնում, փաթաթում եւ ուտում ենք, սա չենք դարձնում զատիկի սեղանի մի մաս, որովհետեւ կարծես շատ համ գունային համադրություններն են համապատասխան, կարմիր պղպեղ եւ հավկիթը եւ թարխունը որպես սիմվոլ զատիկի։ Անուշ։ Կարելի է ներառել 2027 թվականի։ Կարելի է։ Ամեն խոհարար կարծում եմ մեկ անգամ սա կաներ զատիկի օրը, որտեվ այդ քանակությամբ այս ամենը լցոնել, պատրաստել, կարմիր պղպեղով միատել այդպես հետաքրքիր տեսք տալ եւ երեխաները վազելով կամ բռով ուտեն, վերջանա։ Դա բարդ է, այո։ Դրա համար հաստատ այդքան էլ ձեռնձու տարբերակ չէ։ Հիմա։ Իսկ ես գիտեք ինչ էի հասկացա այս նոր տենց, չգիտեմ։ Մտքումս փիլիսոփայում է, մտքերով տենց սավառնեցի ու հասա մի կետի, որ շատ բնորոշ է եւս մեկ անգամ խոհանոցը տիպիկ նկարագրում ազգություններին։ Այո։ Մենք ինչ ենք անում, մենք վերցնում ենք ուղղակի լավաշը, այնտեղ այսպես լցնում ենք խաշած հավկիթը, Բրթուջ։ թարխունը մի քիչ էլ համեմում ենք աղով, փաթաթում ծիրանի ծառի տակ կացում ուտում ենք, դուդուկ ենք կողքից էլ նվագում, խշշի հետն էլ գնում է։ Բայց ֆրանսիացիները շատ երկար ժամանակ կարող են ծախսել, որ այս մեկ փոքրիկ նախաճաշը գեղեցիկ նստեն ու վայելեն։ Եվ նրանք կփորձեն 2-ից 3 հատ հավկիթ, կիսասովածել դուրս կգան սեղանից։ Բայց կլինեն շատ գոհ Շատ երջանիկ։ Համ էսթետիկ տեսքի համար, համ համի եւ այդ համադրության համար պետք է կիսասոված դուրս Իսկ գա։ մենք մի լավ կուշտ Մինչև փորոքած չտրակենք, կուտենք։ չփայթենք։ Այո, վերջում էլ կասենք, օֆ, շատ կերամի տեսակ, միևնույն է, էլի երջանիկ Շատ չեմ վատ է։ ուտելուց հետո նույնիսկ։ Ուզում եմ հիշեցնել, Ինչ ես անում Անուշ։ մենք շատ տարիներ առաջ, երբ ամեն տեսակի հարմար, այսպես իր չկար խոհանոցում օգտագործելու համար, մենք այսպիսի ուրեմն թղթերով պատրաստում էինք այսպես հարմարանք, կտրում էինք ուղակի մկրատով, այսպես, և Ամենապրակտիկ տարբերակը։ այո, այսպես պատրաստում էինք, ու լցոնելու համար օգտագործում ենք այսպիսի հարմարանք։ Հիմա ես որոշեցի այսօր այսպես հիշել մանկության տարիները և հենց այսպես Ինչը պատրաստել։ շատ հաճելի էր։ Հիմա մենք այսպես գեղեցիկ կլցոնենք։ Հնարամիտ հայերը։ Քարից նույնիսկ հաց կքամեն։ Միանշանակ, դա փաստ է։ Բայց խոհանոցում ավելի արագ եւ պրակտիկ։ Այո, և այսպես վերջում զեյթուն կդնենք վրան ու կավարտենք։ Գեղեցիկ կլինի։ Ես ճիշտ ասած լարվում եմ, որ դու ասացիր պետք է լցոնենք նաեւ սպիտակուցները։ Խրասում այդ կարմիր բիբարը մեր Անուշն արեց։ Կարմիր այդ պղպեղի հիմա ոնց պետք է ինքը դեղնուցը լցնի, որ հանկարծ այդ տեսքը չփչացնի։ Տեսակ դրա հնարն է Հենց գտանք։ այդ թուղթը հանեցիր, ինչ հետաքրքիր էր։ Ես ուտելու մասին եմ միայն մտածում, ինչ Երբ լավ է է վերջացնելու, որ գնաս ուտես։ Իսկ ես ինձ տենց գոնը ցրում եմ։
Բայց նա ավելի Դուք ֆրանսիական անկեղծ եւ ազնիվ։ մանրամասներով եք տարված, ես շատ որպես հայ Իսկ ուզես ժամանակն էլ ավելի լավ անցնի, թռնի, սահի գնա եւ պահը հասնի ամենակարևոր։ Այնա։ Հա? Հա, դու այստեղ ես։ Ես առաջարկում սիրելիներս երաժշտություն այս պահին միասին վայելենք, ընդ որում այդ երաժշտությունը կնպաստի, որպեսզի այս շատ դանդաղ անցնող ժամանակը շատ արագ անցնի։ Լսենք երաժշտություն վերադառնանք ու տեսնենք, թե Անուշը ուր հասավ։ Վերադարձանք ու Անուշը արդեն պատրաստել է ամեն ինչ, իդեալական պատրաստ է։ Չէ, Անուշ։ Այո, իհարկե, շատ գեղեցիկ ստացվեց, ինձ թվում է։ Ուրեմն կանաչին համեմի մեկ փոքրիկ այսպես կտորը եւ ձիթապտուղը դրեցինք ու այսպես գեղեցիկ զարդարեցինք։ Ես մեկ անգամ հիշեցնենք, որ մենք ընդամենը օգտագործեցինք 4 խաշած հավկիթ, որից առանձնացրեցինք դեղնուցը, որի հետ խառնեցինք մայոնեզ, մայոնեզը, թարխունը, աղ, սև պղպեղ, մի փոքր ձիթապտղի յուղ։ Մի փոքր յուղ։ Խառնեցինք այդ ամենը, Եվ լցոնեցինք սպիտակուցի մեջ։ Որին տեսք տվեց կարմիր պղպեղը։ Այո։ Եվ հետո էլ ավելացան տեսքի համար ձիթապտուղը եւ համեմի թերթիկը։ Շնորհակալություն Անուշ, ինչեր ասես, որ չես անի գեղեցիկ նախաճաշի համար։ Շատ շնորհակալություն, մենք կշտապենք շատ շուտով դա միասին փորձելու եւ համտեսելու, բայց նախքան ես վստահ եմ, որ Անուշը նույնպես մեզ հետ կամաց է։ Այսօր գրեթե բոլոր ամեն ինչին անդրադարձել ենք, շատ տարբեր թեմաների, բայց կարևոր մի թեմայի չենք անդրադարձել, գրքից ու գրականությունից չենք խոսել։ Եվ այս թեմայի շուրջ գրեթե ամեն ինչ, գրեթե գիտի նաև մեր գործընկեր Վովա Արզումանյանը, որը պարբերաբար անդրադառնում է, այնպես որ նախաճաշի հետ նաև գրականությունը բացի նյութապես սնվելուց, նաև կարելի է գրականությամբ նույնպես հենց այսպես սնվել։ Իսկ մեր գործընկերը մասնավորապես մեզ պատմելու է այս անգամ գրական մրցանակաբաշխությունների, հաղթող ճանաչված գրողների եւ նրանց գրքերի մասին։ Իմիջիալոց մինչ այդ 3 մի աղբյուրներից տեղեկացա, որ վերջին շրջանում իրականում շատ գրողներ անցել են հին դասականների, այսպես ասած, վերաիմաստավորմանը։ Օրինակներից ամենաքննարկվողը Սյաոլու Գոյի կոչեցեք ինձ Իսմայիլա վեպն է, որի հիմքում Հերման Մելվիլի համաշխարհային դասական Մոբի Դիկ վեպն է։ Այո։ Գոյի գիրքը հրատարակվել է 2025 թվականին եւ բավականին մեծ պահանջարկ ունի։ Գրաքննադատներն արդեն բավականին շատ ակնարկներ են գրել ստեղծագործության մասին եւ դրանցից շատերը անվանել են Մոբի Դիքի խելացի, ֆեմինիստական եւ շատ ավելի արագ ընթերցվող տարբերակ է այս գիրքը։ Ընդհանրապես ինչպես ես վերաբերվում նման գրական դասական ստեղծագործությունները վերաիմաստավորելուն եւ դրանք հետո հրատարակելուն որպես սեփական գործ։ Եթե անկեղծ լինեմ, երկու ձևով էլ։ Նախ առաջի հերթին լավ, եթե լավին անդրադառնանք, ես համար երկու նորություն է, մեկը լավ, մեկը լավ նորություն է նաեւ, որ եւս մեկ անգամ թարմեցնում ենք գրականության այս ինչ-որ մի վեպ, ինչ-որ մի գոհար, մտածողությունը փոխվում վստահաբար։ Ժամանակակից ձևով թեկուզ, բայց դա թարմեցվում է եւ մարդիկ սկսում են նորից ակտուալ խոսել եւ նրա մասին քննարկումներ ունենալ եւ մյուս կողմից ախր ինչի նոր բան չեք ստեղծում, ինչ եք գնում կպտում, ինչ եք վերցնում մարդկանց գործերը եւ այդ գործերի վրա իբրև ստեղծագործում։ Դասականը պիտի մնա դասական։ Այնուամենայնիվ մենք խոսքը արդեն պարտավոր ենք փոխանցել Վովային, որովհետև նա մեզ համար շատ հետաքրքիր տեսանյութ է պատրաստել։ Որտեղ մենք հիմա կուշաթափվենք։ Մենք նորից բանավիճում ենք, սիրելի հեռուստադիտողներ։ Չէ, որտեղ մենք հաղթած ենք։ Դիտեք։